մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի երկրորդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է մաքուր, պարզ կտրված խորագրի ներքո։ Մնացած բոլոր մանրամասները արդեն մեր հյուրերի հետ։ Այո, ես շտապ եմ ներկայացնել նրանց։ Սոնա Հովհաննիսյան, արվեստաբան, Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրող, մշակութային կազմակերպության համահիմնադիր եւ թանգարանների ասոցիացիայի խորհրդի անդամ, եւ Դանիել Դանիելյան, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախարարի տեղակալ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում եւ բացահայտել ու հանրությանը ներկայացնել այս կարևոր թեման։ Նախ սկսենք ինչ է իրենից ներկայացնում Մալթայում տեղի ունեցող արվեստի երկրորդ միջազգային բիենալեն, որտեղ մենք ունենք նաեւ հայկական տաղավար, որի մասին բայց քիչ հետո։ Հիմա բուն բիենալեի մասին խնդրեմ։ Ես սկսեմ երևի, ուրեմն այո, դա նորաստեղծ բիենալե է։ Բիենալը այսինքն յուրաքանչյուր 2 տարին մեկ տեղի ունենում, ուրեմն միջազգային մեծ փառատոն, որտեղ ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից լավագույն ուրեմն արվեստագետները իրենց ստեղծագործություններով, ինստալացիաներով եւ այլն ժամանակակից ուրեմն մշակույթի մասին, արվեստների մասին է խոսքը գնում։ Այդտեղ գիտեք Մալտան նորաստեղծ է եւ այդտեղ մեծ ուրեմն ամբիցիաներ ունի, որպեսզի դառնա Վենետիկին հավասար այդպիսի բիենալե եւ արդեն իսկ միտումը տեսնում ենք, երկրորդ անգամ է որ տեղի ունենում, այս տարի միտումը տեսնում ենք, որ արվեստագետների ուրեմն քանակով, արվեստագետների որակով աշխարհագրությունով, նաեւ ընդգրկված երկրների քանակով կան ուրեմն տաղավարներ, ազգային տաղավարներ, ինչպիսին մերն էր, այսինքն երկիր է ներկայացում եւ կան ուրեմն անհատ արվեստագետներ, որոնք ներկայացված էին։ Ես կարծում եմ, որ շատ լավ առիթ է մեր հայաստանյան ժամանակակից արվեստի համար ներկայանալ հենց նորաստեղծ այդպիսի տեղերում, որոնք որ մեծ հնարավորություններ են ստեղծում մեր արվեստագետների համար, մեր երկրի համար, նոր շուկաներ, նոր ծանոթություններ եւ նոր ուրեմն հնարավորություններ, որպեսզի մենք կարողանանք համեմատվենք աշխարհի տարբեր ծայրերից եկած արվեստագետների հետ, իրենց ստեղծագործությունների եւ բացելով հայաստանյան սահմանները, որ մեկուսացված չլինի հայաստանյան ժամանակակից արվեստը, այլ լինի աշխարհի վրա, ուրեմն եւ աշխարհին համահունչ քայլող արվեստ։ Բայց ասելով արվեստ եւ արվեստագետ իհարկե բազում ոլորտներ եւ ճյուղեր ենք տեսնում այս դեպքում, այսինքն կան հիմնական արվեստի ճյուղեր, որոնք հատկապես ներկայացվում են, թե ամեն դեպքում ընտրությունը լիարժեք ազատ է։ Այդտեղ երևի Սոնան ավելի շատ պատասխանի։ Իրականում ժամանակակից արվեստի մասին խոսելուց հատկապես հիմա շատ գնահատվում եւ կարեւորվում է միջոլորտային համագործակցությունները։ Արդեն վաղուց կարելի ասել, որ տարբեր դիսցիպլինների միջև տարանջատումները վերանում են։ Եվ հատկապես Մալտայի բիենալեն ցույց տվեց իր արդիությունը այն իմաստով, որ ներկայացնում էր եւ քանդակագործների, եւ վիզուալ արվեստագետների, նկարիչների, ինստալացիոն ոճով աշխատող արվեստագետների, ճարտարապետական մտածողություն ունեցող արվեստագետների, այսինքն շատ բազմազան էր, ինչը նաեւ շատ համահունչ էր մեր իրականությանը ամեն իմաստով, եւ մշակութային, եւ սոցիալական, եւ քաղաքականության իրականությանը, որը հարուստ է, բազմազան է եւ Նաև պետք է ներկայացնել բազմազանությունը։ Մեր տաղավարի մասին եկեք խոսենք, ինչ ենք ներկայացնելու, ինչպես ծնվեց միտքը, գաղափարը ինչպես ծնվեց, շատ հետաքրքիր է, ինչ ենք մենք ներկայացնելու։ Կուզեմ մի փոքր նախաբանը նաև ասել, որ շատ կարևոր էր մեզ համար Հայաստանը ներկայացնել ազգային տաղավարով, ինչպես պարոն Դանիելյանը նշեց, կային մի քանի ձևաչափեր, թեմատիկ տաղավարներ, որտեղ ներկայանում էին կուրատորները եւ արվեստագետները, կային ազգային տաղավարներ, որտեղ ներկայանում էր երկրի անունից եւ կային անհատ արվեստագետներ, որոնք կարող էին բաց կանչով մասնակցել բիենալեին։ Եվ տարբեր երկրներից մենք ունեինք մասնակիցներ եւ ազգային տաղավարներով եւ թեմատիկ եւ անհատ արվեստագետներով։ Մեզ Հայաստանից շատ կարևոր էր հենց առաջին ներկայությունը ազգային տաղավարով, որտեղ մենք կարող էինք երկխոսություն ստեղծել Հայաստանի եւ աշխարհի մշակութային դաշտի միջև։ Եվ մեր տաղավարը ներկայացրեցինք Ռաֆի Ետալյանի աշխատանքով այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել։ Շատ հետաքրքիր քանդակային եւ ձայնային ինստալացիա էր, որը երբեք չի տեսնվել, այո, որը պատմում էր այն բանի մասին, որ հենց լռությունը կարող է դառնալ շատ լավ համատեքստ եւ շատ լավ միջավայր ստեղծագործելու եւ վերածնվելու համար։ Եվ շատ համահունչ էր այս տարվա Մալտայի խորագրին, որը
այս խառնաշփոթ աշխարհում մղում էր արվեստագետներին կենտրոնանալու կարևորի վրա, կարծես թե վերացնելու, պարզելու, մաքրելու եւ կտրելու այն ավելորդ աղմուկը, որը շեղում է մեզ կարևոր բաներից, եւ Ռաֆիի գործը որոշ իմաստով հենց դա էր, որ արվեստը օգնում է այս աղմկոտ աշխարհում լսել քո ներքին ձայնը։ Եվ հեչ պարտադիր չի հեշտ լսել այն, ինչը զուգահեռ նաեւ տեսնում ես, եւ հակառակը։ Եվ քանդակային ինստալացիան դրա մասին էր, ներկայացնում էր արվեստագետի մոտեցումը իր ստեղծագործությանը, աշխարհին, իր միջավայրին, բայց զուգահեռաբար նաև հրավիրում էր դիտողին մտնելու այդ երկխոսության մեջ, լսելու նաև իր սեփական ներքին ձայնը եւ հասկանալու ինչպես կարող է լռությունը, ինչպես նաև Հայաստանի համար դարեր տարիներ շարունակ եղել է վերածնվելու, ստեղծագործելու, պայքարելու եւ նորից ուժ գտնելու, ապրելու։ Եվ հետաքրքիր է մեր ազգային ձայնը, մեր ազգային մտածողությունը ինչպես ընդունվեց եւ արդարացան այն ակնկալիքները, որ ունեինք նախապես։ Կարծում եմ հիանալի ձևով ընդունվեց։ Տեսեք, բիենալեները շատ հետաքրքիր բան կա, թեմա ունեն, ամեն անգամ թեմա ունեն, եւ այդ թեմային մասնակցությունը բիենալեին, փաստորեն այդ թեմային մենք պատասխանում ենք։ Սա այսինքն Հայաստանի մշակութային ձայնն է եւ Հայաստանի ձայնն է, Հայաստանի առաջարկն է աշխարհին մեր տեսլականով, թե ինչպես կարող ենք այդ տվյալ ուրեմն գաղափարախոսական հարցադրմանը պատասխանել։ Եվ այստեղ մեր պատասխանը շատ հետաքրքիր էր, որտեղ մեծ փիլիսոփայական, ինչպես Սոնան ասեց, ուրեմն խորություն ուներ եւ բնականաբար շատ լավ արձագանքներ ունեցանք, թե ուրեմն հանդիսատեսը ովքեր անցնում է տաղավարով, թե ուրեմն միջազգային տարբեր ուրեմն հոդվածներով, միջազգային ասպարեզներում թերթեր անդրադարձան, մասնագետներ անդրադարձան, եւ ես կարծում եմ դրանից հետո շատ հետո կլինի այդ փառատոնից հետո կլինի եւ Սոնան ավելի մանրամասն կխոսի դրա մասին եւ այստեղ գիտեք շատ կարեւոր եմ համարում որ կուրատորական աշխատանք կա մենք ունենք ստեղծագործական ներուժ այսօր ունենք երիտասարդ եւ ոչ երիտասարդ ուրեմն ստեղծագործողներ որոնց ստեղծում են բայց մոնետիզացիան էլ է պետք այդ ամեն ինչ այսինքն դրա այսպես ասած վաճառքը որ այդ բառից որ մենք վախենում ենք կլինի կինոյի ասպարեզում, կլինի կերպարվեստի, քանդակի, բոլոր ասպարեզներում հարթակներ են պետք, այո։ Այո, հարթակներ են պետք եւ մասնագետներ են պետք, որոնք կարողանում են տանել, որովհետև արվեստագետի գործը, արվեստագետի գործը արվեստ ստեղծելն է, ինչ որ մի բան ստեղծելն է։ Եվ Սոնայի պես կուրատորներ մենք արդեն սկսում ենք ունենալ մասնագիտացված շատ ամուր ուրեմն հիմքերի վրա, դրանց միջոցով մենք պետք է ուրեմն առաջ գնանք եւ նվաճենք նոր շուկաներ, նվաճենք նոր հարթակներ եւ ցուցադրվենք եւ վաճառվենք։ Ամենակարևորը դա, որովհետեւ մեր արվեստագետները կարողանան իրենց աշխատանքով ուրեմն արժանապատիվ ապրել եւ ստեղծագործել։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք արվեստում եւ մշակույթում ունենք անձիկ, ունենք ստեղծագործություններ, որոնք հանդիսանում են ազգային ինքնության պահպանման հարցում այցեքարտային նշանակություն հանդիսացող երևույթներ։ Բայց քանի որ գործ ունենք ժամանակակից մոտեցումների հետ, արդյոք սա նաեւ այն հնարավորություն է, որ մենք մեր ազգայինը կարողանում ենք ներկայացնել ժամանակակից լեզվով եւ ոչ այն այցեքարտային հանդիսացողները, որոնք աշխարհը գուցե ճանաչում է, բայց նոր երևույթներ, որոնք այո կդառնան ազգային եւ դրանցով նաեւ աշխարհը մեզ կճանաչի։ Դե միանշանակ դա շատ կարևոր հարց է, որտեղ մենք տարիներ շարունակ եղել ենք մի քիչ մեկուսացված աշխարհից, իզոլացված ենք եղել աշխարհից եւ ստեղծել ենք հայաստանյան ուրեմն մտածելակերպի եւ տրամաբանությունների մեջ։ Այսօր մենք բացում ենք սահմանները, մենք գնում ենք դեպի աշխարհ, մեր ձայնը, մեր ասելիքը տանում ենք դեպի աշխարհ։ Մենք այդ իզոլացված լինելու տարիներին բնականաբար մեր ժառանգության շուրջ է եղել ամբողջ մեր մտածելակերպը եւ ամբողջ մեր կառուցվածքը։ Հիմա մենք ասում ենք շատ լավ, ունենք ստեղծված, ունենք Սարյան, ունենք Մինաս, ունենք հրաշալի, այո, մեծ անուններ, բայց այսօրվա անուններ են պետք, որպեսզի պետությունը կայանա, երբ որպեսզի հասարակությունը, մշակույթը կայանա, այսօրվա անուններ են պետք։ Հենց այս ամբողջի իմաստը հենց դա է, որ այսօր մենք գտնենք, բացահայտենք այն արվեստագետին, որը ունի մտքեր, որը տեսլական ունի աշխարհի, ոչ թե միայն ներհայաստանյան, եւ նրանց ներկայացնենք 100 պատշաճին
միջազգային հանրությանը։ Այս process-ի մեջ ենք։ Ժամանակակից արվեստ եթե չկա մի երկրում, ժամանակակից ստեղծագործ, իմիջիայլոց բոլոր ոլորտներում թատրոն, կինո եւ պատմությունը չի շարունակվում։ Պատմությունը չի շարունակվի, այո, մենք դրանով ենք զբաղված եւ հենց կուրատորների աշխատանքը հենց դրանում է կանում բացահայտել, ուրեմն լույսը դնել այդ ստեղծագործության, այդ արվեստագետի վրա, հանրահռչակել, վաճառել։ Ու այսպիսի միջոցառումները նաև հիմք են ստեղծում, այսպես ասած արմատացնում են, ոգևորում են նոր ստեղծագործողներին, ճիշտ է։ Սա նաև պերսպեկտիվա է, ներողություն եմ խնդրում մեր արվեստագետների համար, այսինքն դուք հարգելի տղաներ, որ արվեստագետ եք, դուք նույնպես ձեր շուկան չպիտի ուրեմն սահմանափակվի Հայաստանով, դուք պետք է ձեր հորիզոնը տեսնեք ամբողջ աշխարհում, այսինքն հնարավորություն կա, այսօր սահմանները բաց են, այսօր հնարավորություն է ճամփորդելու, կա մասնակցելու այսպիսի հարթակներում ձեր ստեղծագործությունները ցույց տալու, դուք որպես արվեստագետ երևալու եւ պետք է անենք։ Պիտի գնաք, դուք ինքներդ պետք է գնաք, նախաձեռնեք եւ պետությունը կլինի ձեր կողքին, եթե լավ նախաձեռնություններով եք գալիս եւ աջակցություն կստանաք պետությունից։ Եվ գնալով դեպի ամփոփում հետաքրքիր է յուրաքանչյուր կարևոր գործ անելուց հետո հիմք է դա հանդիսանում ապագայի լավ ու բարի գործերի համար, ինչ կարող ենք անկնկալել այս ամենից հետո եւ ինչ սպասել հերթական բիենալեների հետ կապված։ Իրականում շատ կարևոր է նաև նշել, որ այս տարի Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում եւ բավականին մարտահրավերային էր առաջինը ներկայանալ, որովհետեւ ամեն բան նոր էր։ Եթե Վենետիկի բիենալեում մենք ունենք տարիներ շարունակ մասնակցության փորձ, կուրատորները ունեն փորձ, արվեստագետները գիտեն համարյա գիտեն ինչ ակնկալեն, ապա Մալտայի դեպքում մեզ համար շատ կարևոր էր ճիշտ մուտք գործել։ Այո։ Եւ հաճախ եւ ազգայինի մասին երբ խոսում ենք, շատ կարևոր է հասկանալ, որ նման հարթակները հնարավորություն են տալիս, որ Հայաստանը խոսի, ոչ թե մենք միայն Հայաստանի մասին խոսենք եւ նաեւ վերաիմաստավորենք ինչ ենք հասկանում ազգայինի տակ ասվածը, որտեւ ազգայինը դա ավանդույթի խզում չի եւ ազգայինը դա այն չի, ինչ արվել է միայն անցյալում, բայց այսօր մենք որպես ազգ ինչ ենք ներկայացնում եւ մեր արվեստը եւ այն, որ այս տարի իսկապես Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն կար, ես տեղում մի փոքր կիսվեմ, որ տարբեր երկրների դեսպաններ լսում էին Հայաստանի ազգային տաղավարի մասին, գալիս են նայելու, ծանոթանալու, զրուցում էին, փորձում էին ավել բան իմանալ Հայաստանի մասին եւ Մալտայի բիենալեն որպես կառույց ներկայացնում էր Մալտայի բոլոր թանգարաններն ու մշակութային հաստատությունները, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ։ Սա իսկապես մեծ հնարավորություն էր ներկայանալու եւ ուրախ ենք, որ առաջին ներկայությունը ճիշտ դրվեց եւ հետաքրքրություն առաջացրեց եւ սպասումները իհարկե շատ մեծ են, որ ավանդույթը կշարունակվի եւ գալիք տարիների նույնպես կլինեն բազմաթիվ հայտեր, արդեն ոչ միայն ազգային տաղավարի համար, այլ նաեւ թեմատիկ տաղավարի համար հատ արվեստագետները, ինչպես պարոն Դանիելյանը նշեց, շատ ավելի համարձակը կլինեն համագործակցելու համադրողների հետ եւ իրենք անհատապես դիմեն, ինչու ոչ, այդպես մենք կարողանանք մեր ներկայությունը ավելի ակտիվ եւ ավելի երկարաժամկետ ապահովել եւ նաեւ մեզ համար շատ կարեւոր էր, որ թեև սա մեր առաջին մասնակցությունն էր, բայց մենք կարողացանք ներգրավել հաստատություններ, որոնք վստահեցին, որ արժանապատիվ կներկայանանք եւ նաեւ աջակցեցին տաղավարին, ինչպես օրինակ Վահե Ֆաթալ հիմնադրամներ, որը իսկապես իր համար հետաքրքիր էր, արդյոք Հայաստանը կկարողանա այդքան կարճ ժամկետում առաջին անգամ ներկայանալով Հայաստանի անունը բարձր պահել։ Մեր գործընկերները Red Bridge-ը, Domino Production-ը, Alt ճարտարապետական ստուդիան եւ շատ ոգևորիչ էր, որ նման մեծ կազմ հավաքվեց եւ սա նաեւ ժամանակակից արվեստի կայացման կարևոր երեսակներից է, որպիսի պետությունը, հաստատությունները, անհատ արվեստագետները, կուրատորները եւ նաեւ այլ ոչ մշակութային կազմակերպություններ կարողանան նման սինխրոն եւ արդյունավետ համագործակցել։ Քանի որ խոսեցինք սրա մասին, հիշեցնենք մեր հանդիսատեսներին, որ ծրագիրը ընտրվում է մրցութային կարգով, այսինքն նախարարությունը կազմակերպում է ուրեմն մրցույթ, հանձնաժողովը որոշում է, թե որ արվեստագետը որ գործը պիտի գնա եւ Հայաստանը ներկայացում է այդպես։ Կա ֆինանսական աջակցություն պետության կողմից եւ ինչպես Սոնան նշեց, սա մի հրաշալի համագործակցություն է պետություն մասնավոր, քանի որ այստեղ ներգրավված են մասնավոր տարբեր ուրեմն կառույցներ, որոնք որ աջակցել են
կայացմանը եւ շատ շնորհակալություն հայտնենք բոլորին եւ Սոնային եւ Ռաֆի Ետալյանին եւ այդ ամբողջ ուրեմն միջավայրը ստեղծողներին, որոնք որ կայացեցին մեր տաղավարը Եվ նախարարությանը բնականաբար պետությանը, որ մասնակցություն է ունեցել։ Հրաշալի հնարավորություն է սա իսկապես ու սրտատրոփ շատ արվեստագետներ ու ստեղծագործող մարդիկ սպասեն այս հնարավորությունը եւ այս հարթակին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին ստեղծեն արժեքներ, որոնք կդառնան ազգային, կդառնան ավանդույթներ իլուր ամբողջ աշխարհի։ Շնորհակալ ենք ձեզ, որ կարևոր օրով մեզ մոտ եք տաղավարում։ Միք մենք շարժվենք առաջ, ի՞նչն է պակասում հիմա, կարող ես ասել։ Լավ երաժշտությունը։ Մեզ հետ միասին կվայելեք։ Համեցեք։